Bom, pagabo. Մերձավոր արևելքում մոտ 1 ամիս շարունակվող պատերազմն իր ինտենսիվությունը չի կորցրել նաև անցած ժամերի ընթացքում։ Գրեթե ամբողջ տարածաշրջանում լսվել են մի շարք պայթյուններ, հրթիռային հարվածներ են ուղղվել Իսրայելին, երկրի բանակը հայտնել է Իրանից արձակված հրթիռների նույնականացման մասին, պայթյուններ են հնչել Երուսաղեմում, Իսրայելի հյուսիսում որոնողափրկարարական խմբեր են աշխատում։ Քուվեյթի էլեկտրաէներգիայի նախարարությունը հայտնել է, որ երկրի մի քանի շրջաններում 7 էլեկտրահաղորդման գծեր դուրս են եկել շարքից հոբ համակարգերի կողմից խոցված թիրախների բեկորների պատճառով։ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ կեսգիշերից սկսած արդեն երկրորդ անգամ է հետմաղում անօդաչուների եւ հրթիռների հարձակումը։ Հարվածներ են հասցվել նաև Իրաքին։ Երկրի ժողովրդավարական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել են, որ Ամբար նահանգում իրենց շտաբին հասցված հարվածի հետևանքով սպանվել են հրամանատար եւ մի քանի մարտիկներ։ Խմբավորումը հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին։ PMF-ն աշխարհազորայինների միավորում է, որոնց մի մասը պաշտպանում է Իրանին։ Իսրայելական ավիացիայի հարվածները Բեյրութի ուղղությամբ եւս շարունակվել են։ Լիբանանի մայրաքաղաքում լսվել է առնվազն 7 պայթյուն։ Իսրայելական կողմը նշում է, որ թիրախավորում է Հեզբոլայի ենթակառուցվածքները։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու համար Իրանին տրված վերջնաժամկետը, որը լրանում էր նախորդ գիշեր։ Թրամփը շատ լուրջ բանակցությունների մասին է հայտարարել։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, քանի որ իրավիճակը համաշխարհային էներգակիրների մատակարարման շղթաների համար կրիտիկական է, հայտարարել է Եվրամիության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք բոլորս զգում ենք գազի եւ նավթի գների շղթայական ազդեցությունը մեր բիզնեսների եւ հասարակությունների վրա, ասել է ֆոն դեր Լայենը եւ ընդգծել, որ Եվրամիությունը կարող է դիտարկել ծովային գործողության մասնակցության հնարավորությունը միայն այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Իսկ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում ըստ որոշ աղբյուրների քննարկվում է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որը թույլ կտա պետություններին օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Վերջին թարմացումներով Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց տատանվում է 98-ից 99 դոլարի սահմաններում։ Դրան նախորդած 24 ժամվա համեմատ սա 10 եւ ավելի տոկոսով անկում է։ Ու թեև ԱՄՆ-Իրան բանակցությունների շշուկները այս համատեքստում դրական ակնկալիքներ են ներշնչում, վաղ առավոտյան Իրանը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հերթական ալիքի մասին։ Սա ըստ մասնագետների կարող է կրկին նպաստել նավթի գների շեշտակի աճին։ Համաձայն իսրայելական լրատվամիջոցների Վաշինգտոնը պատերազմի ավարտի թիրախային ամսաթիվ է նշանակել ապրիլի 9։ Այս ժամկետը պետք է ճանապարհ հարթի Դոնալդ Թրամփի իսրայելայցի եւ պետական բարձր մրցանակի ստացման համար։ Ըստ շրջանառվող լուրերի Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների հնարավոր հանդիպումը նախատեսված է այս շաբաթ Պակիստանում։ Լրատվամիջոցը հայտնում է, որ բանակցությունները Մոջթաբա Խամենեի հետ չեն ընթանում, այլ մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյայի։ Թեհրանը պաշտոնապես հերքել է երկխոսության փաստը եւ առաջադրում է 5 կետից բաղկացած կոշտ վերջնագիր։ Թեհրանը պատերազմի ավարտի դիմաց պահանջում է Հորմուզի նեղուցի վերահսկողություն, ամերիկյան բազաների հեռացում, իսրայելական հարվածների դադարեցում, անվտանգության երաշխիքներ եւ ֆինանսական փոխհատուցում։ Իրանական կողմը հայտնել է, որ սկսելու է $2 միլիոն տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել չեղարկել իր 48-ժամյա վերջնագիրը Կատարի ճնշման եւ ռազմական բարդությունների պատճառով։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պաշտոնապես հերքել է Միացյալ Նահանգների հետ որևէ բանակցության փաստը։ X-ի էջում նա այդ տեղեկությունները որակել է որպես միջազգային ֆինանսական եւ նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու գործիք։ Ըստ խոսնակի Վաշինգտոնն ու Թել Ավիվը կեղծ լուրերով փորձում են ելք գտնել իրենց ստեղծած քաղաքական ճահճից։ Ղալիբաֆը պնդում է, որ Իրանի ժողովուրդն այժմ պահանջում է ագրեսորների արժանի եւ լիարժեք պատիժը։ Երկրի պաշտոնական վերնախավը հայտարարել է Գերագույն առաջնորդի շուրջ լիակատար միասնության մասին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցային գործընթացում արձանագրված լուրջ առաջընթացի մասին։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի այսօր նախատեսվում է հերթական հեռախոսազրույցը հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։ Վաշինգտոնի առանցքային պահանջներից մեկը Իրանի տարածքից միջուկային նյութերի ամբողջական դուրսբերումն է։ Թեհրանը սակայն պաշտոնապես հերքում է բանակցությունների փաստը եւ Թրամփի ռետորաբանությունը համարում է միայն էներգակիրների գները նվազեցնելու փորձ։ Դիվանը գիտական այս անորոշության ֆոնին Մերձավոր Արևելքից զբոսաշրջության ոլորտը պատերազմի պատճառով
թվական կրում է շուրջ 600 միլիոն դոլարի վնաս։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես զգուշացնում է, որ հակամարտության շարունակումը կհանգեցնի տարածաշրջանային տնտեսական աղետի։ מוקדם יותר היום שוחחתי עם ידידנו הנשיא טראמפ. Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Թրամփի հետ ունեցած նոր հեռախոսազրույցի մասին, քննարկելով Իրանի հետ հնարավոր գործարքի հեռանկարները։ Սակայն փորձագիտական շրջանակներում կասկածներ կան, որ այս բանակցությունները ընդհանրապես քողարկում են Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆին սպանության նոր փորձը։ Նման կասկածների հիմքում փետրվարի վերջին Վաշինգտոնի եւ Թել Ավիվի իրականացրած էպիկական ցասում գործողության գաղտնի նախադեպն է։ Այդ ժամանակ Թրամփի հրամանով Թեհրանում թիրախավորվեց երկրի բարձրագույն ղեկավարությունը, ինչի հետևանքով հայտարարվեց Այաթոլլահ Խամենեիի սպանության մասին։ Իսրայելի վարչապետը համոզել էր Սպիտակ տանը, որ առաջնորդի սպանությունը կհանգեցնի համակարգի փլուզմանը։ Չնայած ռազմական օբյեկտների ռմբակոծմանը Իրանում իշխանությունը չփոխվեց եւ իշխանության եկավ ավելի արմատական եւ երիտասարդ Մոջթաբա Խամենեին։ Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանների բնակելի թաղամասերին։ Ռմբակոծությունը սկսվել է 8 տարբեր թաղամասերի բնակչությանը տարհանելու մասին Իսրայելի պարտադիր պահանջից անմիջապես հետո։ Իսրայելական կողմը նաև հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողության ժամանակ Հեզբոլլահի 2 մարտիկի գերեվարման մասին։ Ի պատասխան այս գործողություններին Հեզբոլլահը անօդաչու սարքերով եւ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի հյուսիսային մի շարք ռազմական դիրքեր։ Հայաստանի վարչապետը զանգել է Ռուսաստանի նախագահին, այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսով խոսել են Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, նշվում է հաղորդագրությունում։ Երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Մեր կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են քննարկումը շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ժամանակ։